անմոռանալի հեքիաթներ եւ անմոռանալի հյուրեր։ Եվ այսօրվա մեր հյուրն է գեղեցկուհի Մարի։ Ողջույն Մարի։ Ողջույն Մարի։ Ինչպե՞ս եք։ Կարող ես ներկայացնել քեզ։ Գիտես։ Մարի, մի քիչ պատմի քո մասին, քանի տարեկան ես, որ դպրոցում ես սովորում, ինչ նախասիրություններ ունես։ Կեցես արվեստի մեջ ես պաստորենից կարարկաներից Արևիկ, իսկ դու սիրում ես մաթեմատիկան? Անկեղծ ոչ, դժվար է ես սիրում եմ, բայց մի խոսքով, Մարին ես կսովորացնում Մարի, մենք այսօր պատրաստել ենք շատ գեղեցիկ հեքիաթ, հրեական ժողովրդական հեքիաթ Ես համոզված եմ, որ դու հաստատ կհավանես այս հեքիաթը։ Հաստատվեց և դու ինքդ ես քեզ նկարագրում ես որպես հասել Մարիին։ Դե երևի թե սկսելու ժամանակն է, բայց մինչ այդ Արևիկ ներկայացրու։ Եվ այս գեղեցիկ հեքիաթային ստուդիոում մեզ հետ կլինի Մարիամը, ով կպատկերի ինքնաշրջած հերոսին կամ հերոսներին։ Եվ Արևիկ չմոռանանք ասել նաև, որ մեր հաղորդմանը աջակցում է Դե ինչ, երևի ժամանակն է սկսելու։ Ով է սկսում? Ես։ Իմաստուն տղան։ Շուկայում երկու կրպակավաճառների կրպակները կողք կողքի էին և իրարից միայն մի բարակ փայտե միջնորմով էին բաժանված։ Մի կրպակում յուղ ու ձեթ էին վաճառում, մյուսում անուշահոտություններ։ Մի անգամ երեկոյան, շուկայի փակվելուց քիչ առաջ, անուշահոտություններ վաճառողը միջնորմի ճեղքից տեսավ, որ հարևանը վերահաշվում է իր ոսկե դինարները և տեղավորում է դրանք մի կարմիր թաշկինակի մեջ։ Ինքն էլ սկսեց մտովի նրա հետ հաշվել։ Պարզվեց, որ թաշկինակի մեջ 165 ոսկե դրամ կա։ Ագահությունը տիրեց նրա հոգում, ցանկացավ այդ փողի տերը դառնալ։ Դուրս վազեց փողոց և սկսեց բղավել։ Օգնեցեք, օգնեցեք, ինձ թալանել են, գողացել են իմ փողերը։ Տեղն ու տեղը եկան պահնորդներն ու հարցրին. Ո՞ւմ ես կասկածում գողության մեջ։ Չգիտեմ ինչ ասեմ, փողերս կարմիր թաշկինակի մեջ տեղավորելուց հետո այստեղ ոչ ոք չի մտել։ Չէ, ինչ եմ ասում, հարևանս, ձեթ վաճառողն է մտել, իսկ թաշկինակի մեջ 165 դինար կար։ Պահնորդները մտան կողքի կրպակն ու այնտեղ գտան կարմիր թաշկինակի մեջ պահված 165 դինարը։ Ձեթավաճառը երդվում էր, որ դրանք իր փողերն են, բայց ոչ ոք չհավատաց, նրան բռնեցին և զնդան գցեցին։ Դատավորը սկսեց քննել այդ գործը, բայց պարզել, թե ով է արդար, ով է մեղավոր, չկարողացավ։ Այս դատակնության մասին իմացավ նաև քաղաքի կառավարիչը, բայց նա էլ գործից գլուխ չհանեց։ Իսկապես էլ ում հավատալ, ձեթի առևտրով զբաղվողին, թե նրա հարևանին, ով է ճիշտ խոսում, ով է ստում։ Քաղաքում բոլորն այս դեպքի մասին են խոսում, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչպես կարելի է ճիշտ ու սխալը գտնել։ Մի օր կառավարիչը քաղաքից դուրս զբոսնելու էր գնացել և տեսավ խաղացող երեխաների։ Նա լսեց, որ փոքրիկներից մեկն ասաց. «Եկեք դատարան խաղանք, դու կլինես ձեթավաճառը, իսկ դու նրա հարևանը», դիմեց նա ընկերներին, իսկ ես դատավորը։ Կառավարչին խաղը հետաքրքրեց, նա թաքնվեց մի ծառի հետևում ու սկսեց նայել։ Երեխաները գլորելով մի մեծ քար բերեցին։ Դրա վրա նստեց փոքրիկ դատավորը, իսկ կրպակավաճառները կանգնեցին նրա դիմաց։ Դրանք իմ փողերն են, ես այդ ոսկիները ձեթի վաճառքից եմ ստացել, ասում էր մեկը։ Ոչ իմն են, պատասխանում էր մյուսը։ Ես հաշվեցի 165 դինար, դրեցի կարմիր թաշկինակի մեջ, թաքցրեցի սեղանի դարակում, իսկ դու գողացար։ Փոքրիկ դատավորը լսեց երկուսին էլ և ասաց. Տաք ջրով լիմիտ հաս բերեք։ Ինչու՞։ Զարմացան երեխաները։
Ես դինարները կգցեմ ջրի մեջ։ Եթե ջրի երեսը յուղի կաթիլներ հայտնվեն, ուրեմն այդ փողերը ձեթավաճառինն է։ Նա ամբողջ օրը յուղի ու ձեթի հետ է գործանում։ Նրա ձեռքերը յուղոտ են, դինարներն էլ յուղոտված կլինեն։ Եթե ջրի երեսը մաքուր մնաց, ուրեմն նա ստում է։ Քաղաքի կառավարիչը դուրս եկավ ծառի հետևից, համբուրեց խելացի փոքրիկին։ Իմացավ, թե որտեղ է ապրում, ինչ է անունը։ Վերադարձավ տուն եւ հայտարարեց, որ երկար սպասված դատաքննությունը կկատարվի հաջորդ օրը։ Լուր նորոգ անցավ քաղաքով մեկ։ Հաջորդ օրը դատարանի մոտ մարդկանց հսկայական բազմությունն էր հավաքվել, երբ երկու կրպակավաճառները եւս մեկ անգամ ներկայացրին գործը։ Կառավարիչը հրամայեց, որ մի թաս տաք ջուր եւ կարմիր թաշկինակի մեջ պահված ոսկե դրամները բերեն։ Նա դրամները լցրեց ջրի մեջ, ջրի երեսը ծածկվեց յուղի կաթիլներով։ Ցույց տվեք թասը մարդկանց, թող նրանք ասեն, ումն են այս փողերը, հրամայեց կառավարիչը։ Իհարկե ձեթավաճառինն են, միաձայն բղավեցին մարդիկ։ 165 դինարը նույն պահին վերադարձրեցին իսկական տիրոջը, իսկ նրա ագահ հարևանին բանտ գցեցին։ Բոլորը սկսեցին գովել իմաստուն կառավարչին, բայց նա գրկեց, վեր բարձրացրեց փոքրիկ տղային եւ ասաց. Իմաստունը ես չեմ, այլ այս տղան։ Երեխաներից էլ կարելի է միշտ սովորել։ Մարի, ինչ հասկացար, երբ կարդացիր այս հեքիաթը։ Հասկացա, որ չի կարելի գողություն անել։ Եվ ստել, չէ՞, միևնույնն է, մի օր բացահայտվում է սուտը։ Իսկ Մարի, դու երբևէ սուտ խոսել ես։ Այո, բայց կարծում եմ այդ սուտը այնքան վտանգավոր չի եղել, որ ինչ-որ մեկին վնասի, չէ՞։ Երբեմն այո, պատահում է, որ մենք ստիպված ենք լինում ինչ-որ մի իրավիճակ փրկելու համար մի փոքր սուտ ասել, չէ՞ Արևիկ։ Մարի, հեքիաթներ կամ գրքեր ընթերցում ես դու։ Այո։ Իսկ ո՞րն է քո ամենասիրելի հեքիաթը։ Կարմիր գլխարկը։ Իսկ դու երբ հեքիաթ կարդում ես, ուսումնասիրում ես, թե ով է գրել հեքիաթը, ինչու, որ տարիքում, ինչ էր ուզում ասել, գրողների կյանքը ուսումնասիրում ես։ Ես խորհուրդ եմ տալիս մեր բոլոր փոքրիկներին, որպեսզի նրանք անպայման ուսումնասիրեն մի փոքր գոնե գրողների կյանքը։ Մենք հեքիաթի սենյակում էլ ձեզ ներկայացնում ենք նրանց կյանքն ու գործունեությունը, որպեսզի դուք իմանաք, որ բացի հեքիաթագիր լինելուց, ել ինչով են զբաղվել նրանք։ Եվ վերջապես ճանաչեք բոլոր հեքիաթագիրներին։ Դե ինչ երեխաներ, կարծում եմ ժամանակն է, որ մենք ամփոփենք մեր այսօրվա ծրագիրը։ Եվ տեսնենք, թե որ հերոսին է պատկերել Մարիամը։ Հետևեք մեր հաղորդումներին նաև YouTube-ով եւ այնտեղ գրեք ձեր կարծիքը։ Իսկ մենք եւս մեկ անգամ ուզում ենք շնորհակալություն ասել Կլուբ Կապիտալին, որը աջակցում է մեր հեքիաթի սենյակին։ Երեխաներ, եկեք բոլորս միասին ցտեսություն մաղթենք երեխաներին։ Ցտեսություն։